Արտանտիրոց սիրելի եղբայրներ, նորից Աստված պահեց մեզ իր թևերի տակ, որ մենք մեծ ուրախության գանք Տիրոջտուն լսենք Աստծո խոսքը եւ մեր հոգիները զվարճանա այդ երկնային կյանքով։ Քանի որ երիտասարդներ եք, ես հասկանում եմ երիտասարդների ներքին աշխարհի, որտեղ ես էլ եմ երիտասարդ եղել եւ ինչ տառապանքներով են հասել այսօրին, այս աստվածային կյանքին, հենց այս ճանապարհ չեն անցել։ Դրա համար ես կուզեի խոսել մի կարևոր թեմայի շուրջ, որը որ շատ կարևոր է հոգևոր կյանքի մեջ այդ հիմքեր ունենալ։ Եվ Սուրբ Գրքի մեջ այդպիսի բան է գրած։ Այն ատեն Հիսուս իրեն հավատացող հրաներն ասավ. Եթե դու իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտները կլաք եւ ճշմարտություն պիտի գիտենաք եւ այն ճշմարտություն ձեզ պիտի ազատեն։ Եթե դու իմ խոսքի մեջ կենաք, եթե իր խոսքը չես իմանում, եթե իր խոսքին տեղակ չես, եթե իր խոսքը քեզ համար շատ թանկ չի, եւ խոսքը քո համար կյանք չի, դու չես ուզենա այդ խոսքը իմանալ։ Տեսեք սիրելիներ, Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 31 խոսքը կարդացի 32-ից։ Հիսուս իրեն հավատով ասել, եթե դու իմ խոսքի մեջ կենաք, եթե իր խոսքը չկարդաս, չուսումնասիրես, չխորանաս, այդ խոսքի հոգին չճանաչես, այդ խոսքի կյանքը չմտնի քո մեջ, որտեղ հոգևոր կյանքի մեջ, եղբայրներ ջան, ես խորը համոզված եմ, որտեղ Սուրբ Գիրքը այդպես է սովորացնում ինձ եւ բոլորիս։ 115 Սաղմոսի 11 խոսքը. Իմ սրտիս մեջ պահեցի քո խոսքերը, որ չմեղանչեն քո առաջ։ 119:11 Ուրեմն ինչքան Աստծո խոսքը մտնի իմ հոգու մեջ, գրվի սրտի տախտակի վրա։ Դա մի թույն է իմ հին բնությանը, նեխի բնությանը, նրա արմատները լիարժե չորցնողը Աստծո խոսքը։ Դու չես կարա քո միջից, ճիշտ է, Հիսուս խաչել է, իմ մարդը փչացրել է, բայց նա չի վերացել քո միջից։ Դրա միակ թույնը Աստծո խոսքն է։ Նրան սպանողը, նրան մորթողը, նրան ջնջողը, նրան վերացնողը Աստծո խոսքն է։ Եթե դու այդ խոսքը չեք սիրում, եթե այդ խոսքի ձեր ամենամտերիմ բարեկամը չի Աստվածաշունչը սուրբ, դու դրա հետ գիշեր ցերեկ շփում չունենաք, դուք ես հաջողություններ չեք։ Դրա համար Աստված հին ուխտում պատվեր տվեց ժողովրդին ասելով հետևյալ խոսքերը. Անիկա իր քով մնա, իր կյանքի բոլորի մեջ կարդա, որպեսզի Տեր ասում է վախնալ սովորի, այս օրենքի բոլոր խոսքերը կանոնը զգուշության մի գործն է, որպեսզի սիրտը եղբայրները չպարտանա, ու այս պատվերն աշտին կամ զաղդին չխոտորի, որպեսզի թագավորությանը երկար կյանք վայելի Իսրայել մեջ, թե ինքը թերավորտին է։ Գրեք, Օրինաց 17:19-20։ Աստծո խոսքը պետք է մնա մեր քով, եւ ամեն օր կարդանք, սա Աստված ասում։ Եթե մենք այս խոսքին չենք հնազանդում, այս խոսքը չենք կատարում, չենք ապրում, մենք անիմաստ մարդիկ ենք։ Դրա համար իր քով մնա, կյանքի բոլոր մեջ կարդա, եւ ուշադիր եք կարդալ, այսօր շատերն են կարդում, բայց տեղ չի ասում։ Կարդալուց դի սովորել Աստծո վախը։ Եթե Սուրբ Գիրք կարդում ես, քո մեջ վախը չի սատանում, քո կարդալ անիմաստ է։
Աստծո վախը սուրբ է։ Աստծո վախը հավիտյան մնալու է մարդի մեջ։ Քրիստոս երկրի վրա Աստծո վախով ալեցվի։ Հավիտենության մեջ էլ Աստծո վախը։ Էլ որ հրեշտակները երկում փառաբանում էին երկնքում Տիրոջը։ 24-33 եկան ընկան Աստծո առաջ, իրանց պսակները գցին Աստծո հոտի վրա։ Աստծո վախ հավիտյան կմնա։ Ես սուրբ գիրքը հասկացել եմ, ով որ Աստծո վախ չի սովորում սուրբ գրքից, Աստծուց չի սովորում, Սուրբ Հոգուց չի սովորում։ Սուրբ Հոգու հատկություններից մեկն է Աստծո վախը։ Այսօր շատերը շատ բան են սովորում, բայց Աստծո վախ իրանց մեջ չի։ Եվ շատ տեղերով Աստծո վախն չի քարոզում։ Որպեսզի քո եղբայրների դեմ չպարտանաս։ Հարգես քո եղբայրներին։ Պետք եղբայրները քեզ համար ցավ են քաշում, քեզ ավետարան են քարոզում, քեզ ջրոմը կրտում են, հաղորդություն են տալիս, սագադրում են եւ այլ եւ այլ։ Հիվանդ ես լինում, յուղով օծում են։ Այդ եղբայրներին ինչի՞ չես հարգում։ Ես մի հատ բան եմ պատմելու, որ դա շատ կարևոր է։ Այն նեղության տարիներին, որ լույս, գազ, բան չկար, շատ դժվար ժամանակներ էր։ Մեր եղբայրներից մեկ ավարիա է տալիս, գալիս է եղբայրներին խնդրում է, որ ավտոն սարքելու համար, այդ ժամանակ այդքան է գումար, մի 100,000 դրամ փող են տալի։ Դե չկա այդքան 100,000 ասին տալիս։ Այս եղբայրը մի հատ արտասահմանցի է դիմում, որ էլի քարոզի չկերին ստերանք։ Ասում է եղբայր ջան, մեր ավտոն փչացել է։ Ասում ինչքան փող է պետք, հանել է գրպանից, եկա փող է տվել, որ լրիվ ավտոն սարքի։ Այդ եղբայրը սպասավոր եղբայր է։ Եկավ ինձ ինչ ասում, մեր եղբայր, մեր եղբայրները եղբայր, էդ էլ է եղբայր, էդ ուրիշ եղբայր է։ Ասում ինչ որ ուրիշ, ինչքան փող տվես մեզ։ Ասի կույր ես դու, կույր։ Այդ փողը որ բերել է, իրա փողն չի, քրտինգը չի, եւ ժողովրդի քրտինգի ուրից է։ Այդ եղբայրները, որ եկար բանակից տղա ջան, խուլիգան չէիր, որ ես քիչ ճանաչում եմ։ Այդ խուլիգանությունից սովորեցին մարդ տարար, հետո սպասավոր տարար։ Այդ բոլոր տառապանքները գրեցին, քեզ ջրոմը կրտեցին, հաղորդություն տվեցին, սագադրեցին, երեխեքի տնծայեցին, այսքան բաներ այդ եղբայրները արել են, այդ փողի չափ չկա, չէ՞ տղա ջան։ Կույրի մեկ գնահատիր քո եղբայրներին։ Այսօր մի հատ մարդի լսում ենք, երկու խոսք, բազում ենք նրա հետևից։ Բայց իրանց հարազատ եղբայրին չեն գնահատում։ Սա սովորել է պետք։ Աստծո վախը սովորացման հարց է։ Աստծո վախը սովորացված ծնողին հարգել, հարազատին հարգել, հարևանին հարգել, խեղճին օգնել եւ այլն։ Աստծո հոգին մարդին առաջին հերթին, եթե դու սուրբ գիր կարդում ես Աստծո վախ չես սովորում, դու իզուր էլ կարդում ես, որ հպարտանաս, կարդում ես, որ ինչ-որ գլուխը գցնես, սրան ես ինչ սովորացնես։ Դրա համար, սուրբ գիրք, եթե կարդում եք Աստծո վախ չեք սովորում, իզուրա ձեր կարդալը, անիմաստ է ձեր կարդալը։ Նայեք, եղբայրներ ջան, ես մի քանի տեղ կկարդամ, որ Աստծո խոսքը մարդկանց սրտերի մեջ ինչքան նշանակություն ունի եւ ինչ զորություն է տալիս մարդին, որ այդ խոսքը բնակվի մարդի սրտի մեջ, գրվի մարդի սրտի տախտակների վրա, նայեք ինչ է գրած։ Որցյակի մի մոռնար իմ օրենքս, ապա քո սիրտը թող իմ պատվիրանքներս պահի, քո սիրտը պահի։ Ոչ թե քո ուղեղը, այլ սիրտը։ Մարդիկ ուղեղն ու սիրտ չեն ժողովում իրենից։ Վանզի քեզ երկայնորեն կենթանության տարիներ հաջողություն պիտի ավելացնեն։ Ողորմություն ճշմարտություն քեզ չթողում,
զանոն քո պարանոցիվա կապե, քո սրտի տախտակներա գրե զանոն, այսպես Աստծո և մարդկանց առջև շնոր բարի համրում պիտի գտնես։ Եթե ուզում ես Աստծո առաջ շնոր գտնես, եթե ուզում ես մարդկանց առջև հաճելի լինես, Աստծուն փառավորող մարդ լինես, պետք է այս խոսքերը գրվի քո սրտի տախտակների վրա։ Պահիր քո սրտի մեջ։ Մենք այսօր ամեն ինչ պահում ենք մեր սրտի մեջ, բայց խոսքերը շպրտում ենք դուրս։ Պետք է քո ներսից ինչ որ խոսաս, մի հատ բան ասեմ ձեզ, եղբայրներ գլուխ։ Եթե սա գրված է Առակաց 3-րդ գլուխ 1-ից 4-րդ համարները գրել, 1-ից 4-րդ համար։ Գնացեք, կարդացեք։ Աստծո խոսքը շատ զորավոր է։ Աստծո խոսքը երկսարի սուր է։ Աստծո խոսքը մուրջ է։ Աստծո խոսքը կրակ է։ Աստծո խոսքը կենացած է, կենաշջուր է։ Այս խոսքերը պետք է ուտել, ճաշակել, հպվել նրա միջի կյանքի է, նրա միջի հոգու է։ Դրա համար սիրելիներ, այն հավատացյալները, որոնք Աստծո խոսքի է, այսօր որ մենք հոգևոր մարդ ենք դառել ինչ-որ չափով։ Ես եղել եմ ժամանակ, լույսը բացվեց սուրդիկ եմ կարդացել մինչև մոտորը։ Ճանապարհի գնալիս կարդում է, հաց ուտելուց կարդում է։ Այնքանի տարված կարդում, աղբերս որ հարցում են համալսարանից եկել ես, ինչով ես եկել, ձերս դիտանի ջեբս, հանում էի տոմս, եթե 3 կոպեկա տրավում եմ եկել, եթե 4-ա տրվում, եթե 5-ա ավտոբուսում եկել։ Նստում էի, գիրք կարդալով նստում էի տրանսպորտը, իջնում էի, բայց չէի զգում ինչ տրանսպորտ էի նստում իջնում, որտեղ այնքան տարված էի կարդում։ Հիսուն մի տարի կարդում եմ, մի օր չեմ հոգնեմ։ Ինչքան խորանում եմ, այնքան զգում ես մեկ ու ոչինչ եմ։ Իմ ոչնչություն եմ դեմ։ Երբ որ Սուրբ Գիրքը ինձ այսպիսի խոսքեր ասում, հələ պատկերացրու այս խոսքերը դու կարդաս, հələ մի հատ կարդա այս խոսքերը ու քեզ դիր այդ խոսքերի մեջ տես։ Ազգերը դույլի պես կաթած կաթիլի պես է, բոլոր ազգերը, ու կշերքի մեջ մանր փոշու պես կսեպվի, բոլոր ազգերը, ինչքան ազգա երկակնդի վրա, մի կաթիլ ջրի նման է, աշխարհ ամենաուժեղ խոշորություն տամ քեզի, այդ մի կաթիլ ջրի մեջ քո չափերը կարաս որոշես, այդի մենք ենք, Ընչես հպարտանում, չես մեծապնում, սի Աստծո վաղ չես սովորում, քո եղբայրներին, քո ծնողներին ինչի չես հարգել սովորում, որտեղ Աստծո վաղ չունես, Աստծո վաղը, եղբայրներ ջան, ես էլ ժամանակի երիտասարդ եմ եղել, ոգևորված եմ եղել, աղոթում էի, Սուրբ Հոգով մկրտվում էին, բժշկվում էին, այդ մի գիշեր ժամեր ուսին պաշտամունքյան Եղբայրներ ասում են, եղբայր ջան, մարդկանց հալածան կսարկես, բան կանես, գիշեր մի գնա։ Ես ասում եմ Սուրբ Ոգին օրհնում է, բժշկություն հրաշքներ անում, ես դետա։ Ասում եմ, հա, բայց անում է, չէի հասկանում։ Մի օր եղբայրները կանչեցին, Աստծո խոսք դեմարեցին ինձ։ Ես այդ խոսքից վախեցա։ Դու գիտեք, Եսայի մարգարության 66 գլխի մեջ գրված է 1-ից 3 խոսքերով։ Իմ խոսքից դողացողին, այսօր Աստծո խոսք ասպես մարդիկ չեն դողում։ Աստծո խոսքը առամարում են։ Եթե դու մեծը քեզ ասում է սենց արա, սուս լսի արա մի վախեցի, նա վատ բան չի խրատի քեզ, նա էլ Աստծո վախում է, ինչքան դու ունես, մեկ չէ ինքը։ Դրա համար եղբայրներ գրել, այս խոսքը որ կարդացի, նայեք ինչ ասում։ Ամեն ազգերը անոր առջև ոչինչի պես են, ոչինչ են պակաս ունանություն կսեպվի։ Այս խոսքերը որ կարդաս դու, կմտածես դու խելքին մարդ ես, կմտածես որ դու եսի ով ես, կասես ոչինչից, ոչինչ եմ ունանություն եմ ես տեղով։ Ես ինչա գրած իմ մասին։ Գրեք ես մասին,
Եսայի մարգարություն 40 գլուխ 15-17 խոսք 40 գլուխ 15-17 Մենք Աստծո խոսքը որ կարդում ենք պետք է հավատանք այդ խոսքերը Սակայն Աստված ճշմարիտ թող լավ բոլոր մարդիկ սուտ Իսկ գրածը քո մասին բաներ որ ստության մայրաքաղաք ես Ինչ է ստությունը չես ատում անարգում Սա Հռոմեացիս 3:4-ն Հիմի նայեք Ես սրանք կարդալով գտել եմ չէ այդ խոսքերը Գտել եմ գրված են սրտիս տախտակների վրա եւ չեմ մոռանում հիշում եմ որտեղ ասում է թե սրտիդ մեջ պահես շուրթեդ վրա հաստատվի այդ խոսքերը Սրտիդ մեջ պահես Ես կարդում եմ այս խոսքերը եւ այս խոսքերը իմ սրտի մեջ Դրա համար նայեք ինչ է գրած գրքի մեջ նայեք ինչ է գրած Մի քիչ առաջ Ստությունը ատեցի ու անարգեցի, բայց կորենքը սիրեցի։ Պավել, եթե ստություն ես դու, քեզ պիտի ատես, անարգես, որ իմ կորենքը սիրես։ Իմի եթե ես չկարդայի, այս խոսքին չհավատայի, այս խոսքը չընդունեի իմ սրտի մեջ, ինձ կատեի կառամարեի։ Փողանակ ուրիշի առամարեմ, ինձ առամարեմ։ Գրված է 110 Սաղմոսի 163 խոսքը։ Կորենք սիրեցի, եւ 65-ում ասում է, կորենք սիրողներին շատ խաղաղություն կա, անոնց գայթակղություն չի։ Ես հիշում եմ, տարիներ առաջ երիտասարդ էի, մի հատ հոգի նեղացել էր եղբայրների Լա գնացել եմ գծելիքով, որ համոզեմ վերև պաշտպանում։ Ասի քուրի ջան, դու Աստծորենքը սիրում ես, ոնց եմ սիրում, ու չես պատկերում։ Ասում եմ համար կարդամ, դերամ սիրում ես, թե չէ։ Կորենք սիրողներին շատ խաղաղություն կա, ու անոնց գայթակղություն չի կա, քեզ գայթակղություն, որ սիրում ես։ Եսի դրիտ եմ, ասի իմ գրքի մեջ է լավ գրած եմ, ասի բեք արդան, բերեց կարդացի, ես ուրում ես Աստծորեն գրքում, դե որ սիրեին չէի կատուրում ես, Աստծո խոսքը ուղղում ամարտին, կրթում ամարտին, դաստիրակում ամարտին, որ մարդը հոգևոր մարդ է, Եթե դու Աստծո խոսքի հետ շփվար, Աստծո խոսքը սիրեցի, նա ինչ ասում, հենց առաջին Սաղմոսը, սա 163-165 խոսք, 110 Սաղմոս, իմի առաջին Սաղմոսը փորձենք կարդալ, ինչ է գրած, բոլորս, եթե ուզում ենք հոգևոր մարդ դառնալ, երանի են մարդը, որ ամբարիշտի խորհրդի մեջ չի քայլում, Մեղավորների ճամփի մեջ չի կենար, սաղ նստած տեղը չի նստի, հապա նոր հաճությունը, ուրիշ թարգմանության մեջ գրվում է, հապա իր կամքը Աստծո օրենքի մեջ է, ինքը կամք չունի, կամքը Աստծո խոսքն է, ես մի հատ աստվածաշունչ ունեմ, դրա մեջ գրած է կամքը, 100 տարուց ավելի տարիք ունեմ աստվածաշունչը, որ ունեմ տունը, մեծ վկայություններով, Հապա անոր կամքը, հաճությունը չէ, կամքը աստորենքի մեջ է, ցերեկ ու գիշեր անորենքի վրա կմտածել։ Անիկա ջուրի ճամփան տկված ծառի պես պիտի լա, որ ժամանակին պտուկ ուտա, անոր տերը պիտի չթա, ինչ որ բաներն է պիտի հաջողվի։ Եթե քո կամքը Աստծո խոսքը, քո հաճությունը Աստծո խոսքը, գիշեր ցերեկ նրա վրա մտածես, Չրի ճամփանի պես, տնկված ծառի պես պիտիլեմ, որ պտուղը տալիս է տերը մեջի տա։ Կարդա, զորացի, լծվի սրանով, այդ ինտերնետներով, բաներով մի լծվեք, այդ կեղտերը, զիբիրները մի բերեք, այդ սուրտունը։ Ով որ Աստծո խոսքի հետ կապ չունի, նա հավատացյալ չի դառնա, ոչ Աստծո վախ սովորի, ոչ հոգևոր մարդ դառնա։ Ես ուղղակի մի փոքր ուզեցի ձեզ խոսել, որ Աստծո խոսքը սրտի մեջ պահիր։
Եղբայրները, որ ձեզ սովորացնում են Աստծո խոսք, ինչի մար են սովորացնում, նայեք ինչի մար։ Բանսի ապա մեր թուղթը դուք եք մեր սրտերի մեջ գրված, ճանչված, կարդացված ամեն մարդոց մեջ։ Հայտնիրա, որ դու Քրիստոսի թուղթն եք։ Այդ թղթի վրա պետք է գրի Աստված։ Ոնց է գրում։ Ոչ թե մելանով գրված, ապա կենդանի Աստծո հոգով, ոչ թե քարեղեն տախտակներ, ապա ձեր սրտի մարմնեն տախտակներ։ Եղբայրները աշխատում են եւ կարդում են, նայեք նորցեմ։ Ապա մեր թուղթը դուք եք մեր սրտերի մեջ ճանչված, կարդացված ամեն մարդոց մեջ։ Հայտնի որ դու Քրիստոսի թուղթն եք, մեր սպասավորությունով, ոչ թե մելանով գրված, ապա կենդանի Աստծո հոգով, ոչ թե քարեղեն տախտակներ, ապա սրտի մարմնեն տախտակներ։ Եղբայրները սպասավորություն են անում, որ Աստծո խոսքը գրվի ձեր սրտի տախտակների վրա, Սուրբ Հոգու միջոցով։ Հիմա եթե չես կարդում, չես իմանում սենց բաներ կա, ինչ կիմանաս դու հոգևորություն ինչ բան։ Ես խոր համոզված եմ, շատ տեղեր եմ հարցել, չեմ ուզում ստեղել հարցնեմ։ Ինչքան տեղեր հարցել եմ 20%-ն են կարդում սուրբի։ Եկեղեցու 20%, ճամբարում հարցել եմ 20%։ Վերջերս քանի տեղեր եղել եմ հարցել եմ 20%-ից ավել չեն կարդում։ Մնացածը չեն կարդում։ Եթե 20%-ը կարդում է, 80%-ը չի կարդում, այդ եկեղեցին ինչ օրհնություն դիվայելի։ Բայց մեր ժամանակ, որ նոր եկել ենք հավատքի, հարցնել, երիտասարդական կլներ, մեծերի կլներ, փոքրերի կլներ, ով է սուրճի կարդում, բոլորը ձեռ են փորձ, բոլորը։ Իմի փորձի մար ասեմ, ով ամեն օր Աստծո խոսք կարդում, ձեր բարձացեք մեր, ով որ ամեն օր կարդում է։ Դե նայեք, մի հատ նայեք, ռտեսիկ ինչքան եղբայրներ չեն կարդում, նայեք, քույրիկ ինչքան չեն կարդում։ 20% ինչքան է Սուրբ աղոթի, այն 70%-ը հին մարդը շրջած, սատանան գրգած եկել աստեղ։ Ընդ օրհնություն կլինի, ընդ զորություն կլինի, ընդ Սուրբ Հոգին կգործի, իհարկե չի գործի։ Դրա համար աղոթում ենք, պատահամա գործում է, պատահամա չի գործում։ Ով է մեղավոր, հիմա ես կարող աղոթեմ օրհնվեմ, բայց դու կարող ես չօրհնվես։ Դու կարող ես աղոթքի ժամանակ մտքերով տարված լինես։ Աղոթքի ժամանակ եսիպուր լինես։ Դրա համար սիրելներ, սրտանց կպեք Սուրբ Գրքին։ Ես նենց եմ վարժեցրենցի, որ առավոտ զարթնում եմ, իմ աման առաջի գործը, Աստծո խոսք կարդալ աղոթել։ Ծնգի վրա են, ծնգի վրա։ Որտև սա իմ հավիտենական կյանքը, սա իմ ուրախությունը, սա իմ զորությունը, սա իմ ապագան ու ներկան, իմ ամեն ինչը սրա մեջ է։ Դու հավատում ես, որ դրա մեջ է։ Այս համարը քանի անգամ ասել եմ ձեզ, այս համարը քանի անգամ քարոզի ժամանակ եղբայրներ են ասում, մենք ենք ասում, չէ՞։ Այս համարը, որ կարդում եմ, ես ինչ ասում, այսի որ կարդաս, իմի երջանկություն ես մանկալի, չէ՞։ Տես ինչ ասում։ Անիկա իրեն հարողներին կյանքի ծառա, զինք բռնողները երջանի կլան։ Հիմա եթե իրան չես հարում, կյանքի ծառից չես օգտվի, կյանքից չես օգտվի։ Եթե իրան ամուր չես բռնում, իր խոսք ամուր չես բռնում, դու երջանի չես կարողանալ։ Երջանկությունը լավ ամուսին առնելու մեջ չի, լավ կին առնելու մեջ չի, հարստության մեջ չի, աշխարհի ճոխությունների մեջ չի։ Ես շատ հարուստներ եմ տեսել, նրանց հարուստներ եմ տեսել, որ նրանց ունեցվածքը կուբամետրով են հաշվում, միլիարդներով չէին հաշվում։ Ինձ ինչ ասում այդ հարուստը, գնացել ենք ինքես քաղաք, Աստծո խոսքի բարի գնացենք կարոզելու։ Մի հատ հարուստ մարդ եկավ, ասեց, մի հատ ուզում եմ հարց տամ, ասի դու։ Լավ երեխաներ ունեմ, լավ ընտանիք ունեմ, լավ հերմեր ունեմ, լավ շրջապատ ունեմ,
տներ ունեմ Անգլիայում, տներ ունեմ Ամերիկայում, տներ ունեմ Ֆրանսիայում, Ռուսաստանում, ամեն գործեր, ֆաբրիկաներ, ես ինչեր ասես, իմ փողերը ես միլիոնով չեմ կիլոմետրով եմ աշխում։ Ես մարդ եմ հանդիպել։ Ասես բաց խեմ, ձանձրանում չեմ հասկանում։ Ամեն ինչ նորմալ է իմ ընտանիքում։ Ասի, որտեղ Քրիստոս չունես։ Ասես, որ Քրիստոս ունենամ ինչ ավելանում, որ Քրիստոս մտնի քո մեջ, այդ ձանձրույթը կվերանա։ Մտել է իմ մեջ, 51 տարի չեմ հասկանում ձանձրույթ իշխանա։ Մի անգամ չեմ ձանձրանում, ինչից ձանձրանամ։ Տխուրն եմ ասում աղոտ կարը, ուրախը սաղմոս ասում։ Աղոթում եմ, քայլելուց աղոթում եմ, նստելուց աղոթում եմ, իմ Աստծու հետ կապվել եմ ուզում, իմ Աստծու հետ ապրել եմ ուզում։ Իմ նպատակը այս աշխարհում ոչինչ պետք չի, միայն ինքն ինձ պետք։ Եթե իրան ունեցա, ամեն ինչ ունեմ։ Մի հատ եղբոր ասում են, դու հավատացյալ թարար ես են, բանի թե շատ բաներից զրկված, ես իմ հերը Անգլիայում տուն ունի, Ֆրանսիայում տուն ունի, Ռուսաստանում տուն ունի, բան ունի, որը ասում է ով քո հերը, ասում է իմ հերն է, տուն առել։ Իմ հերն էլ Աստվածը, դա լսի ասում է։ Ես արիգակ, որ ստեղծել է, իմ հերն է ստեղծել իմն է։ Լուսին աստղեր իմ հերն է ստեղծել իմն է։ Իմի լսի, ես եղբայր ես հավատին հավատում եմ։ Վանզի ամեն բան ձերն է, թե Պողոսը, թե Ապողոսը, թե կյանքը, թե աշխարհը, թե մահը, թե ներկա բաներ, թե գալու բաներ, ամեն բան ձերն է, դուք էլ Քրիստոսին եք, Քրիստոս էլ Աստծուն։ Դու ասում ես դու էլ ես իմը, քոյրն էլ է իմը, տերները սաղ իմն է։ Սաղ իմն է, այ խղճու, դու խաբար չես քորը։ Իմ հերը ասում է, սաղ քոնն է։ Փառավորեք Տիրոջը։ Այս հենց հեր ունի է։ Իմ ես մարդը հավատում է տենց հեր ունի։ Մին էլ հավատում անձի, որ հալածում էլ հերս ասում է, պապա մի հատ վերև նայի, ես երկնքում իսի մոտը տուն եմ ստացել։ Ես հավատում եմ, որ իմ հավիտենական տունը տեղ է, ասել տուն չունեմ ես։ Իմ հավերժությունը տեղ է, իմ նպատակներ ու ապագաներ սաղ տեղ է։ Ինչ ունեմ ես վարվող զիբիլ աշխարհի։ Մարդն էլ է զիբիլ, մարդի էության աշխարհի ամենակեղտոտ էակն է։ Ես աշխարհով է պղծում, սադարան է պղծում, թե մարդիկ։ Մարդիկ են պղծում, մարդիկ են այլանդակություն անում։ Իրանց հին մարդով պղծում են երկրագունդը։ Եվ այդ հին մարդը քո մեջի մեջն է, պետք է նենց անես, որ նա մի գրամ ջուր չխմի։ Խաչվի Հիսուսի հետ, ես համար ասեմ ձեզ ու վերջացնեմ։